Խաղաղություն սիրելի հավատագիտներ, Աստված ձեզի շատ օրհնի այսօրվա ընթացքին։ Ես ապրել եմ ամեն ցևով, ես ուշ տարիքի ապաշխարել եմ, դուք գիտեք այդ բոլորը, սիրելիներ, 38 տարեկան եմ ինչև ապաշխարել էի, հիմա 50 անց եմ։ Եվ այդ բոլորը դադարք էր, ամեն ինչ դադարք էր, որ Հիսուսի հանդիպեցա, ամեն ինչ իմաստ ունեցավ կյանքիս մեջ։ Եվ այդ կյանքը, որ իմ ներսից մտավ, երբեք դուրս չեկավ։ Եվ առանց կյանքին, այդ կյանքին լրիվ դատարակություն է։ Ամեն ինչ որ մարդը անե, հազարատ ընկեր ունենա, իրեն վազվզեն, գնան կան, ծարայեն, ինչ կուզեն անեն, դատարակություն է, սիրելիներ, որովհետև ոչ մեկը քեզ չի կարա օգնել, ոչ մեկը չի կարա քո ներսի վիճակը փոխել, ոչ մեկը վրա հույս չես կարա տնել, ոչ ալ քո հարազատ մորդ կամ հայրդ նույնիսկ չի կարա փոխել այդ ներսիթի վիճակը, միայն Հիսուսն է, որ քո ներսիթի վիճակը կարող է փոխել, միայն ու միայն։ Դրա համար միայն իրան անունը կանչենք սիրելիներ, ինքն է փրկիչը ամեն վիճակներից, ամեն դժվարություններից, ինքն է կյանքը, ինքն է ճշմարտությունը, ինքը լուծումն է ամեն մեր խնդիրներուն։ Կամանա որ մենք հավատանք ամբողջական, երբ որ հավատաց դու դա գճաշակես, ես հավատացել եմ այդ բանը, շոշափել եմ եւ շոշափում եմ, պատմություն չենք պատմում սիրելիներ, մենք չենք խոսում այն բանի մասին, որ երևակայական է, ինչպես շատեր այդպես կկարծեն, շատեր որ անհավատ են, Աստծո չեն հավատար, Քրիստոսին չեն ճանաչում, կկարծեն որ դա մի հատ առասպելի ենք հավատում, կարծում են որ դա շոշափելի չէ։ Այո, շոշափելի չէ մարդու մտքին, մարդու խելացության, մարդկային իմաստության Քրիստոսը անշոշափելի է, մարդու հոգուն սրտին շոշափելի է, Քրիստոս ճշմարիտ է, այնքան ճշմարիտ է Քրիստոս, այնքան ճշմարիտ է, թեև այսօր քրիստոնյայի վայել կյանքը դեկուս պակասում է աշխարհի վրա, դեկուս տեսնում ենք, որ մարդիկ չեն կարողանամ իրենց օրինակելի քրիստոնյաներ վերցնեն, որպեսզի տեսնեն այդ հաղթական կյանքը, այդ սիրո կյանքը, սա ճշմարտություն է։ Այսօր պաղել է սերը, այսօր օրինակելի անձեր չկա, որպեսզի մարդիկ կան, դուք ցեզանով չեք կարա, դուրսինին պիտի գարցիկը կազմեք։ Ես անընդհատ եմ տեսնում քայթակղած մարդիկ, ասում եմ ումից օրինակ վերցնեմ, ով են այդ օրինակները, հերվից սիրուն են երևում, բայց որ մոդենում ես եւ այլն, ցավալի վիճակ է դա, ցավալի վիճակ է, բայց ինչ ալ լինի, դա մեզանից կախյալ է, ինչքան վիճակները հետ կնան, ինչքան սերը բաղի, բայց Քրիստոս այնքան ճշմարիտ է, Քրիստոս այնքան նույնն է երեք եւ այսօր, եւ հավիտյան, ինքը նույնն է, Քրիստոսին ճանաչողը գիտե որ ինքը նույնն է, չի փոխվելու, ինքը նույնն է, ինքը չի փոխվելու, մենք ենք փոխվում, բայց ինքը չի փոխվում, սիրելիներ, ինքը ճշմարիտ է, Տիրոջ անունը բարավորվի։ Ես ուզում եմ խոսել, թե կարճ եմ ասում, չգիտեմ դեր ինչպես կառաջնորդ է, մի երկու փարով եմ ուզում ասել, բայց եթե դերը ինձ ավելի առաջնորդ է, ավելի խոր երթամ, դա իրանից կախյալ կլինի։ Ես միայն իրենց երկերում մեջ եմ հացում, մի բան եմ խոսում, երբեմն մի նախատասություն է գալիս միտքս, եւ ուզում եմ դրա մասին խոսեմ, եւ չգիտեմ ինչ խոսեմ, գիտեմ որ դա պետք է խոսեմ։ Եվ մինչեւ վերջին րոպե, մինչեւ այստեղ չի բարձրանամ, երբեմն չգիտեմ ինչ պիտի խոսեմ, որ բարձրանում եմ, դա կատարվում է։ Երբեմն ասում էր, որ Սուրբ Հոգին ցեզի կուտա, ինչ որ պետք է, չէ՞։ Այդ ցեվով։ Ես ուզում եմ խոսել ով է այդ իմաստուն մարդը։ Ալշուշտ է որ իմաստությունը նկարագրելը մենք չենք կարողանում, որովհետև Աստված ինքն է իմաստությունը եւ ինքն է իմաստունը։ Եվ իմաստությունը մարդը չի սովորում դպրոցներում։ Դպրոցներում ինքը գրնա ավելի խելացի դառնալ, գրնա ավելի հմուտ դառնալ, գրնա ավելի սրամիտ դառնալ, իր գիտությունը ավելանալ, բայց իմաստությունը տրվում է Աստծո։ Դա Սուրբ Գիրքը մեզ դա ցույց է տալիս։ Եվ իմաստությունը չի տրվում մարդուն ուղեղին, իմաստությունը տրվում է մարդուն սրտին։ Աստված Սողոմոնին ասեց, քեզի իմաստուն ինչ տվի, ուղեղ, սիրտ տվի։ Քեզի իմաստուն սիրտ տվի, ոչ թե ուղեղ տվի։ Իմաստությունը տրվում է սրտին, դրա համար ուղեղով չենք սովորում իմաստությունը։ Աշխարհիկ մարդիկ որ լսեն ինչ եմ խոսում, իրենց դարօրինակ կթվա։ Կարծում են իմաստությունը ուղեղին է, իմաստությունը մարդուն սրտին է տրվում։ Դրա համար երկնային է, իմաստությունը Աստծո է, իմաստությունը անսխալ է,
Երկրային իմաստությունը չակերտալ, դա իմաստություն չէ, դա սուտ բան է, բայց որովհետեւ նկարագրենք, ասում ենք աշխարհիկ իմաստություն, բայց դա իմաստություն չէ, սիրելիներ, որովհետեւ իմաստությունը բացարձակ ճշմարտությունն է։ Սրամիտ մարդ կարա լինի, շատ խելացի կարա լինի, հմուտ լինի, այդ բոլոր ինֆորմացիաները, որ գրնա փոխանցել, դրանք ճշմարտությունը չի լինեն։ Բայց դիմացինին գրնա գրավել դրանով, դիմացինին հրապուրել դրանով, խելոք տվա դրանով, բայց որ բանը իմաստությունը կատարյալ ճշմարտություն է, որովհետև իմաստությունը Աստված ինքն է։ Եվ մենք երբ որ կարդում ենք Արագած գիրքը, տեսնում ենք իմաստությունը ասում է։ Իմաստությունը նկարագրում է իբր անձ։ Իմաստությունը նկարագրում է իբր անձ, սիրելիներ։ Իմաստությունը գսովորի ուրիշների սխալներից։ Իմաստուն մարդը սովորում է ուրիշների սխալներից, այսինքն պայման չէ, որ այդ նույն սխալը ինքն անե, որ դրանից սովորի։ Թեկուզ բոլորս երեխաներ ենք եղել, մեծանում ենք, երեխա վիճակի մեջ եւ մարմնավոր եւ նույնպես հոգեվոր կարանք ասել։ Մարմնավոր երեխաները շատ սխալներ են գործում, շատերը մեծանալով այդ սխալներից հետ են կանգնում։ Իսկ հոգեվոր երեխա լինելով մենք շատ սխալներ ենք արել։ Բայց պետք է հասունանանք, որբեսի ուրիշներու սխալներից սորվենք, տեսնենք։ Մենք պայման չէ այդ նույն սխալները անենք, որբեսի մենք սովորենք։ Դրա համար իմաստուն մարդը Սուրբ Գիրքն տեսնում ենք տարբեր ցևերով, Արագած գիրքը մենք տարբեր հենց այս բարերով չէ, տարբեր օրինակներով դա մեզ ցույց է տալիս, որ իմաստուն մարդը ուրիշների սխալներից է սովորում։ Նորմալ մարդը կարա իր սխալներից սովորի։ Նորմալ մարդը ինքը սխալը պիտի գործե, որ սովորի։ Իսկ հիմար մարդը իր սխալներից չի սովորում։ Համաձայն եք։ Հիմարը նույն սխալը կան է եւ երբեք չի սովորում։ Ես ինչ սխալներու մասին էի ուզում խոսել։ Այստեղ մի հատ ուշադիր եղել եք, սիրելիներ, որ Հովհաննես երբ որ տեսիլքը տեսավ Հիսուսին, եւ Հիսուս նամակ ուղարկեց 7 եկեղեցիներուն։ Առաջին տարի մեջ էինք ապրում այն ժամանակ։ Տակավին չէր ավարտած առաջին տարի վերջավորությունն էր։ Եվ այն 7 եկեղեցիները հաստատված էին առաքյալներու միջոցով, առաքյալներու ցերկով, առաքյալներու, որ Քրիստոս ինքը ընտրած էր։ Քրիստոսի ինքը անցամբ ընտրածներն է, չէ՞։ Հիմա աշխարհում եթե տեսնեք նայում եք տելևիզորով ամերիկացիներ եւ այլն աֆրիկացիներ իրենց ինձնին առաքյալներ են գոչել, չէ՞։ Առաքյալ եսիմ ինչ, առաքյալ եսիմ ինչ, ինքնագոչ առաքյալներ։ Այդ ոչ մեկն ես չեմ ավատում, թեև առաքյալներ կա աշխարհի վրա, բայց իրենք ինքնագոչ առաքյալ չեն գոչում ինձնին։ Բայց այն առաքյալները, որ Քրիստոս ընտրած էր, իրեն ընտրածներն էին, որ գնացին այդ եկեղեցիները կառուցեցին, կառուցել ոչ թե ֆիզիկական շենքեր կառուցեցին։ Այդ եկեղեցիները հավատացյալներ ու սուրբերու ժողովը իրենք ոչինցից այդ ժողովրդին քարոզելով հոգատարությամբ կառուցեցին, բայց տեսնում ենք, որ 7 եկեղեցիներին 5 հատը հանդիմանվում են Քրիստոսի կողմանից։ Ինչ էր եղել, առաջին դարի եկեղեցին էր, բայց որ 7-ի մեջ նարդեսնում ենք ինգած վիճակներ, երկուսի մեջ տեսնում ենք ահավոր, իսկ Լավդիկեի եկեղեցին ընդհանուր է խոսում Քրիստոս, որ ահավոր ինգած վիճակ ուներ, սիրելիներ։ Ես մի քանի կետեր կընթերցեմ, որպեսզի շատեր լսողներից, որ մենք այսօր սփռում ենք բանով ինտերնետով, շատերը կարող է որ ընթերցած չի լինեն այդ 7 եկեղեցիներու պատկամները, եւ դրանցից կասեմ Հիսուսի հանդիմանական խոսքերը միայն դրանց մասին, բոլորը չեմ ընթերցելու։ Օրինակ առաջին եկեղեցու Եփեսոսի եկեղեցին, բոլորդ գիտեք, որ գսե բոլոր եկեղեցիներուն սկսում է խոսքը գիտեմ քու գործերդ։ Բոլորին 7-ին ասում է գիտեմ քու գործերդ։ Հետո վերջարչան ասում է որ անոր հաղթե, անոր ագան չունի լսելու, չէ՞։ Գիտեմ քու գործերդ ասում է, օրինակ Եփեսոսին 4-րդ համարի մեջ ասում է որ բայց քեզի դեմ բան ունիմ։ Քու առաջվան սերը ցկեցիր։ Միտքդ բեր հիմա ուրգե որ ինկար ու ապաշխարե եւ քո առաջվան գործերդ գործե, բայց ասիկա 5 տարի անցած չէր, 500 տարի հետո չէ սար։ 500 տարի հետո չէ, այստեղ Դագավին Հովհաննեսը ողջ էր։ Մյուս առաքյալները սպանվել էին, կարող է մեկը 30 տարի է, մեկը 25 տարի է, 20 տարի է,
Այսինքն Կոնե այսպես ասեմ, Պետրոսի սպանությունն երևի մաքսիմում, եթե Հովանես իր վերջին օրերն էր, մի 30 տարի հազիվ անցած էր Պետրոսի սպանությունից։ Պետրոսը գիտեք, որ գլխի վար խաչվեց բոլորը։ Դա գավին առաջին դարու եկեղեցին էր սար։ Բայց ասում է, որ առաջվան ցերը ցկեցիր։ Միտքդ բեր հիմա ուրգե որ ինգար ու ապաշխարե եւ քո առաջվան գործերը ըրե։ Եթե ոչ շուտով պիտի կամ քեզի ու քու աշտանագդ իր դեղեն պիտի շարժեմ, եթե չապաշխարես։ Աշտանագը ինչ է ներկայացնում Հիսուս իր բեռնով ասեց, ինչ կնշանակե առաջին գլխուն 20-րդ համարի մեջ, կսե որ 7 աշտանակները 7 եկեղեցիներն են։ Աշտանագը ներկայացնում է եկեղեցին։ 7 կսե որ աշտանագը դեղեն կշարժեմ, եթե չապաշխարես։ Զմուրնիային տեսնում ենք, որ հանդիմանական խոս չի ասում է բնավ մի վախնար, այն բաներ են, որոնք պիտի կրես, բանսարգուն ցեզ մեկ քանիները բանդը պիտի ցկե, որբեսի փորձվիկ, 10 օր նեղություն պիտի ունենաք, մինչև մահ հավատարիմ եղեք ու ցեզի գենաց բսակը պիտի տամ։ Այստեղ չի հանդիմանում։ Բերգամոսի եկեղեցուն ասում է, որ ասկեզատ դուն Նիկողա Յոսյաններու վարդապետության, տեսնում եք մի հատ նոր վարդապետություն էր հաղացել այդ եկեղեցու ներսիտին, դա մարդկային եսի, մարդկային քորոզության, մարդկային տրամաբանության, երբ որ ուղեղով է մարդը գնում, արդեն ինքը շեղվում է Քրիստոսի ճշմարտությունից։ Եվ այդպես վարդապետություն էր եկել, դրա վրայով չեմ ուզում խոսել, որովհետև տարբեր կարծիք կա Նոգարոսյաններու վարդապետության վրայով, տարբեր կարծիքներ կա, այդպես հստակ կարծիք չի կա, երբ որ մենք բնդրել եմ, նայել եմ, տարբեր որն էր այդ վարդապետությունը եւ տեսնում եմ, որ հակասող բաներ կա, պատմության մեջ չեմ մնացած այդ լրիվ նրբությունները, դա ուրիշ օրով կարանք խոսել, բայց ասում եմ, որ այդ վարդապետության հետևողներ ունիս, որը ես կատեմ։ Ուստի ապաշխարե եւ շուտով պիտի կամ քեզի Եթե ոչ կսե շուտով պիտի կամ քեզի ու իմ բերնիս սրովը պիտի պատերազմիմ անոնց հետ այդ եթե այդ վարդապետությունը մնաց սեր միջև պիտի կամ բերնիս սրովը պիտի պատերազմիմ անոր դեմ ում է ասում իր եկեղեցուն իր սիրելի որ եկեղեցուն որ առաքյալները հաստատել էին պատկերացնում եք սիրելիներ այդ կետը որ ես նրբությունը որ ասում եմ որ դա 500 տարի հետո չէր դա հենց առաջին դարու եկեղեցին էր որ առաքյալները իրենք կառուցել էին Թիվադիրին գսե քեզի դեմ բամ ունիմ 20-րդ համարը երկրորդ գլխուն որ գթուլադրես Հեզաբել կնոջ որ ինքզինք մարգարեի անվանե ու իմ ծառաներս մոլորեցնելով սորվեցնե պորնուկություն անել եւ գուրքերու զոհվածնել ուտել Ես անոր ժամանակ տվի իր պորնուկության համար ապաշխարելու բայց չապաշխարեց ես զանիկա անգողին պիտի ցկեմ անոր այդ շնություն ընողները մեծ նեղության մեջ եթե իրենց կորձերուն համար չապաշխարեն Տեսնում եք հանդիմանական խոսքեր, ահագին հանդիմանական խոսքեր է այստեղ։ Ուրեմն, հիմա անցնում ենք Սարտիկեին ասել որ գիտեմ քու կորձերդ, որ դուն անուն ունիս թե գենթանի ես, բայց մեռած ես։ Ինչքան շուտ մեռած է եղել։ Անուն ունիս, որ գենթանի ես, բայց մեռած ես, որովհետև ինքն է, չէ՞, սրտերը քննողը, մտքերը քննողը, երեգամները քննողը դերն է, բայց ինքը անուն ունի, որ ոնց որ ինքը մեռած չէ։ Գենթանի է, բայց մեռած է սկսե, արթուն գեցիր և հաստատե մնացած բաները, որոնք մեռնելու վրա են, վասնզի քու կորձերդ Աստծո առջև կատարյալ չկտա։ Հիմա միտքդ բեր թե ինչպես ընդունեցիր ու լսեցիր ու պահե և ապաշխարե, բայց եթե արթնալու չլաս քողի պես քու վրատ պիտի կամ ու բնավ պիտի չգտնաս թե որ ժամուն քու վրատ պիտի կամ։ Թեև ասում եմ, որ մի քանի անձեր ունիս, որ Սարտիկեի մեջ դրանք սպիտակ հագուստներով շրջում են, դրանք չգերդոդեցին։ Ֆիլադելֆիային ինքը բան է, շոյում է Ֆիլադելֆիայի եկեղեցին, չեմ ընթերցում դա, Լաուդիկեին եմ գալիս, ասում է, որ գիտեմ քու գործերդ 3-րդ գլուխ 15-րդ համարեն, գիտեմ քու գործերդ, որ ոչ պաղես, ոչ տակ, երանի թե պաղը լայր կամ տակ, ուստի տուն, որ քաղչես ու ոչ տակ, ոչ ալ պաղ, քեզի բերնես դուրս պսխելու վրա եմ, քանզի գսես, ես հարուստ եմ ու մեծա և բանիմը կարոտ չեմ, բայց չես գիտեր դե դու խեղճ ու թշվարական ես և աղքատ ու կույր ու մերկ,
հոգևոր իմաստով, սրանց մեջ չի պիտի խորանամ, բոլորը գիտեք, խոսած ենք շատ սրանց մասին, ես քեզի խորհուրդ կտամ ինձ մեկ գրագի մեջ փորձված ոսկի ծախո առ, որպեսի հարստանաս ու ջերմակ հանդերձներ, որպեսի հագնիս, որպեսի քու ամոթալի մերգությունը չերևնա եւ աչքերուդ դեղ դիր, որպեսի տեսնես։ Հետո ասում է, ես իմ ամեն սիրատս կհանդիմանեմ ու կխրադեմ, ուսի նախանցատիր եղիր, ինքը չէր լքում լավդիկե եկեղեցին, չասեց կորիր քեզ չտեսնեմ, դու իմաս չես, ասում է իմ ամեն սիրատս կհանդիմանեմ ու կխրադեմ, ուսի նախանցախնդիր եղիր ու ապաշխարե, քանի եկեղեցի ապաշխարե է ասում, 5 եկեղեցի ապաշխարե է ասում, տեսնում եք առաջին դարվա եկեղեցին, ինչու այս բոլորը ես ասեցի, որովհետև այն եկեղեցիները, որ առաքյալներու ցերկով էին հաստատվել, ինչպես էին մտածում իրենք։ Մտածում էին, որ իրենք վատ վիճակի մեջ էին, իրենք մտածում էին, որ այդքան շուտով հետ կընկնեն, իրենց վիճակները տեսնում էին, չէ՞ թե պետք էր, որ Հիսուս անցամբ գա Հովանեսի խոսքը ուղղե, որովհետեւ Հովանես ուղղե այդ նամակները 7 եկեղեցիներուն։ Պետք է գար, չէ՞ որ Հիսուս գար եւ ասել։ Ճիշտ եմ, այդպես է երևում այստեղ։ Որովհետև դրանք իրենց վիճակները չէին անդրադառնում, իրենք կարծում էին, որ լավ վիճակի մեջ են, ճիշտ վիճակի մեջ են, եւ ասել են, որ մեզի առաքյալները հաստատել են, չէ՞, առաքյալները հաստատել են, ինչպես որ ասում են, հիմա ես չեմ ուզում որևէ մեկ հարանվանության բան անել, ասենք, քննադատել, բայց ասենք, եթե երթաս Հռոմի մեջ ասենք, իրենք ասում են, որ մեզի մեր հիմնադիրը Պետրոս է, ոնց կանանք սխալական լինել։ Չէ, մեր հիմնադիրը Պետրոս է, ասենք թե որ Պետրոս առաքյալն է, հենց ինքը հիմնադրեց մեր եկեղեցին եւ այլն։ Դա կարևոր չէ, գապ չունի ով է հիմնադրել եկեղեցին, այս բոլորին հիմնադիրը Հիսուս Քրիստոս է ամեն բարակայի։ Բոլոր այդ եկեղեցիներում, որ ապաշխարե է ասում, Հիսուս ինքը ընդունում է, որ իր եկեղեցիներն են, իրն են, բայց ասում է, որ ապաշխարե եւ առաջին տարու եկեղեցու։ Մենք ինչքան ավելի խոցելի ենք այսօր, որ գրնանք նույնպես հետ գնալ եւ մեր վիճակները մենք չտեսնենք։ Ընդհանրապես աշխարհում գիտեք այդպես է, բնականաբար մարդու բնույթն է։ Բոլոր աշխարհի վարդապետությունները իրենք կարծում են, որ իրենց վարդապետությունը ճիշտն է։ Մեջը լինելով մենք բան չեմ ասում։ Մենք այստեղ ենք, որովհետեւ մենք հավատացել ենք մեր վարդապետության, մեր սրբության վարդապետության։ Մենք հավանել ենք սա։ Մենք սա ավելի տեսել ենք սուրբն է, ավելի քիչ աշխարհիկն ենք տեսել եւ այլն, համաձայն ենք բոլորս այդ ձևով։ Բայց սա անշուշտ է, որ մենք կարանք նույնպես չտեսնել մեր վիճակները, մենք խոսում եմ անձնապես, ես չեմ խոսում վարդապետական առումով, մեր անձերն է կարևորը, որտեղ կարելի է, որ մի հարանվանության մեջ ինքը լինի միլիոն անդամ եւ այդ միլիոնից քիչերը երթան երկինք։ Բայց սա գապ չունենա հարանվանության վարդապետության հետ։ Ամեն բարակայ ճշմարիտ վարդապետությունը Սուրբ Գիրքն է, Քրիստոսի խոսքերն են։ Ամեն բարակայ։ Մենք եթե այդ եկեղեցիներում վիճակներն ենք տեսնում, մենք պետք է սովորենք եւ մենք տեսնենք ինչ է կատարվում մեր հետ։ Նայեցեք, օրինակ սխալը որտեղից սկսավ, ուրիշին սխալեն չի սովորել, հենց ինձ աթամից սկսավ, եթե պիտի նայենք։ Եվան սխալ կործեց, եւ արավ եւ պտուղեն գերավ։ Եվ Աթամ ինչ արեց, իր գնոջը լսեց, չէ, իր գնոջը լսեց եւ ինքն արգերավ։ Եվ դրա համար տեսնում ենք, որ մարդկությունը ինքավ մահկանացու դարձավ մարդը, մեղքը մտավ աշխարհ, անեծքը մտավ աշխարհ եւ մինչեւ այսօր մենք դրա մեջ ենք, մինչեւ որ վերջը կա այս բոլոր ժամանակներուն։ Դա չեմ ասում, որ մեկը իր գնոջ երբեք չի լսե, որովհետեւ նույնպես տեսնում ենք, որ Աբրահամին Աստված ասում է, որ Սարային ասածը լսե, միտեղ Աբրահամին ասում է, որ Սարային լսե, որտեղ քու գնոջը ասածը ավելի ճիշտ է քու մտածած սևետ։ Դա ոչ թե երբեք սխալ չի վերցնեք, քյուրիկներ, որ գնոջ ասածը երբեք ճիշտ չի լինելու։ Երբեք ինքն ավելի լավ արգարծիկ է տալիս, ինչ որ տեսնենք, որ Աբրահամի եւ Սարայի վիճակի մեջ է սիրելիներ։ Եվ տեսնում ենք նույնպես Դավիթի սխալը, նայեցեք, Դավիթի սխալը շատ է խոսվում դրա մասին։ Դավիթ ինչ որ չեր գնացել պատերազմի եւ ինքը տանիքին վրա ինքը այդպես պտույտ էր անում եւ տեսավ Բերսափեին եւ Բերսափեն դուք գիտեք որ ինքը լողանում էր եւ աչքերը չի դարձուց դրանից թեև ինքը Աստծո ծառան էր Դավիթը Աստծո մարդն էր Աստծո սիրելին էր Աստված իրեն ընտրել էր թագավոր իբր օրինակ Աստծո ցայնն էր լսում ինքը մարգարե էր
Բայց տեսնում ենք, որ իր աչքերը չի դարձուց։ Աչքերը եթե դարձներ, ինչքան այդ բոլոր պատմությունը փոխված կլիներ։ Համաձայն եք։ Բոլոր պատմությունը եւ այդ մեղքին պատճառով, որ Բերսաբեին գանչեց եւ դրա հետ անգոյն գնաց եւ դրանից անշուշտ է որ հետևանքներ եղավ։ Ինչու մանրամասնությունը մի քիչ ասում եմ, կարող է լսողներից պատմությունը գարտացած չի լինեն, կփացեն կգարտան եւ տեսնում ենք, որ իր մեղքը ներվեցավ թեև Դավիթին, բայց իր մեղքի հետևանքը մինչեւ այսօր մնում է կամ ոչ Իսրայել ազգի մեջ։ Այդ մեղքին հետևանքը մինչև այսօր մոտավորապես 3000 տարի է անցել մինչև այսօր այդ մեկ սխալը մեկ ակնթարթ տեսնում ենք որ Իսրայելի ազգի վրա այդ մեղքին հետևանքը մնաց դրա համար մենք տեսնում ենք Սուրբ Գիրքի գեղեցկությունը ինչ է Սուրբ Գիրքը պատմական գիրք չէ որ մարդկանց իրենց թագավորներուն սխալները ծածկելով այդպես սիրունացնելով հրամցնում են Իսկ աշխարհի բոլոր երկիրները իրենց պատմությունները սիրունացնում են։ Բոլոր երկիրները, եթե պատմություն լինի, ասենք Լիբանանի պատմությունը, ասենք Ամերիկայի պատմությունը, մյուսի պատմությունը, այդ թագավորներու ահավոր սխալները շատ են ծածկում են, փոխում են, ասում են չի նշենք, ամոթե ոնց կարելի է, սա չի տնենք, ինչ կմտածեն մեր վրայով։ Բայց Սուրբ Գիրքը մեզի Աստծո հերոսներու սխալները Սուրբ Գիրքի մեջ գրված են, ինչու համար, դրանք Աստծո մարդիկ են եղել, Աստծո հերոսներն են եղել, բայց Սուրբ Գիրքի մեջ գրված է, որպեսզի մենք տեսնենք եւ վերցնենք օրինակ, եւ լինենք իմաստուն եւ հասուն այդ սխալներից սովորելով, մենք այդ սխալներից հետ կենանք, հասուն քրիստոնյաներ լինենք, երեխաներու նման չի լինենք մինչեւ վերջ։ Կամ նույնպես որ նայեցեք ինչու համար այդ վիճակը կարա լինի այս է լուրջ բաներ ենք խոսում սիրելիներ ես կարծում եմ ինչու համար այդ եկեղեցիներում մեջ այդ վիճակը եղել էր ինչու համար առաջին տարի եկեղեցիներում մեջ այդ վիճակը եղել էր որտեվ մարդկային ներմտել մարդկային միտքը ներմտել մարդկային միտքը մտել էր Դրանց շատ գախյալ է անշուշտ է որ այդ եկեղեցիներու այն ժամանակ ով էին առաջնորդում այդ առաջնորդողները սովորեցնողները դրանց կյանքը այդ առաջնորդներուն կյանքը Եթե անհոգ վիճակի մեջ էին Աստծո հետ իրենք մոտիկ չէին ասենք եկեղեցին արդյունք կարալ լիներ Եթե ասենք իրենք դիկտատորի բնավես են եղել դիկտատորը գիտեք չէ ինչ է Բոլորդ գիտեք դիկտատոր ինչ է նշանակում, ասում եք դիկտատոր։ Եթե դիկտատոր են եղել ասենք, որ իրենք ամբողջովին իշխեն այդ ժողովրդին վրա։ Նույնպես այդ ժողովուրդը չի կարողանալ հասունանալ եւ մեծանալ, ինչպես ընտանիքներու մեջ այդպես է։ Եթե ընտանիքի մեջը հայր-մայրը թույլ է, երեխան ոնց ուզում է մեծանում է եւ կրթություն չի ստանում եւ ինքը աշխարհի մեջ ամեն տեսակի սխալներու մեջ կարող է ինքնել։ Իսկ Եթե հայրը ու մայրը չափեց ավելի ջնշող դիկտատոր վիճակի մեջ են եղել, երեխան չի մեծանում, չի հասունանում, երեխայի նման է մնում։ Ինչպես հին ասկեր կա, ասենք Հնդկաստանի մեջ այդպես է, եթե լսած լինեք, 40 տարեկան է, բայց իր հայրը 70 տարեկան է, ասենք։ 40 տարեկան է, բայց դակավին երեխա է մնացել, որովհետեւ հայրը վրան դիկտատոր է, չի հասունացել։ 40 տարեկան է, բայց երեխայի նման է մնացել, չի հասունացել։ Նույնպես այդ եկեղեցի մեջ կարա երբ որ ասենք առաջնորդը դիկտատոր լինի դրանք չեն հասունան որովհետեւ անընդհատ ինքը իշխե եւ ոչ մեկը իր հասակին հասնի կամ իր հասակից անցնի եւ դրանով նորից հետ գնաց կարա լինել այսոնք սխալներ են որ ամոթ չէ խոսելը այս բաները եթե չխոսենք սիրելիներ մենք կմնանք նույն ցևի ինչպես որ տեսնում ենք այսօր աշխարհում եմ ասում, լավ հասկացեք, ես միշտ ընդհանուր եմ խոսում, որտեղ ես չեմ կարա մատնացուցել, ես տեսնում եմ ընդհանուր, ամեն ինչի հետևում եմ, աշխարհում տեսնում ենք, որ կա այդ վիճակներ ինչ որ ասում են, բայց նորից նույն վիճակի մեջ կարանք ինքնեն, որ անընդհատ մեր սխալները ծածկենք, որ մենք լավ երևնանք, բայց որ Սուրբ Գիրքը այդպես մեզի չի ցեվաբանանում, Գուսակցություններն են աշխարհում իրենց սխալները ծածկում, կառավարություններն են աշխարհում, որ իրենց սխալները փակում են եւ ծածկում են։ Բայց ոչ թե Քրիստոսի եկեղեցին։ Քրիստոսի եկեղեցին այդպես բան չենք տեսնում Սուրբ Գիրքի մեջ։ Սխալները ծածկվելով մենք առաջ չենք գնալու։
Մենք այդպես կդառնանք նորից ծածկված գերեզմաններով վիճակի մեջ կանցնենք մենք սիրելիներս։ Տեսնում ենք օրինակ Հովհաննես եւ Հակոբոս։ Հովհաննես Հակոբոս, երբ որ Հիսուսին չընդունեցին Սամարիայի մեջ, ինչ ասեցին։ Ասին որ խնդրենք երկինքեն գրակ տողիչն է, թող սրանց լապ է, ինչպես որ Եղիան արեց։ Հիսուս ասեց որ ձեր ներսիտի հոգին իմ հոգիս հետ հաղորդ չէ։ Չգիտեք ինչ հոգի դերեք դուք։ Չեկա որդի մարդով որպեսի մարդուն գործընծնե։ Որդի մարդուն եկավ որպեսի մարդուն փրկե, իսկ դուք ուզում եք որ գործընծնենք այդ մարդկանց։ Որդի մարդուն միշտ ու միշտ եկել է որպեսի մարդուն փրկե։ Թադաստանի օրը դա ուրիշ է, բայց մարդը մինչև վերջին շունչ Աստված արիթ է տալիս որպեսի փրկվի։ Աստված չի պատժում, Աստված արիթ է տալիս։ Աստված երկայնամիտ արիթ է, որ այս շնորհքի դռներն է բացել, որպեսի մարդիկ փրկվեն սիրելիներ։ Եվ Հիսուս ասեց որ ձեր ներսիտի հոգին իմ հոգուս նման չէ։ Բայց դա այսօր վերաբերում է նույնպես մեզի, որ Քրիստոսի եկել ենք, դրանք ար Քրիստոսի հետ էին քայլում սիրելիներ։ Իրենց սխալին պետք է սովորենք։ Մենք ար եթե մեզի մեր խոսածը չեն ընդունում, մեկի հակառակվում են, հակասում են, մենք ինչ ենք լինում։ Մեզի հալածում են, ասենք թե, մեզի նույնիսկ կարելի է հայոյեն, կախում ունի ում հետ գործ ունես դու, հավատացյալի, անհավատի հետ եւ այլն։ Եվ մենք մեր ներսիտին սպասենք, որ Աստված իրենց պատժե։ Կլինի ինչ հոգի դերենք մենք։ Հիսուս բայց ինչ էր ասում, ասում որ ները հայր, չգիտեն իրենք ինչ են անում, չգիտեն իրենք ինչ են անում, ինչ հոգի դերենք մենք։ Անցյալները մի հատ խոսում էի մի հատ հավատագիտի հետ, որ ասենք հասկանում ենք, որ իր հոգևոր ասակը կարող է որ պետք են հասուն չէ, դժվարության մեջ է, տարիների հավատքի մեջ է, եւ այդպես իրեն ահավոր դժվար բան էր եղել, ասում է որ եղբայր ջան, գիտեմ որ Աստված իրենց կպատժե սրա համար։ Ասի որ եղբայրս դու սպասում ես Աստծո պատիժը իրենց վրա կա, դու կսպասես եւ կսպասես եւ կսպասես եւ կսպասես։ Եվ չես տեսնելու դա, որովհետև սպասում ես, որովհետև ինչ գործ ունես ասի դու ինչ գործ ունես դրա հետ ասի որ քո գործը չէ, դու պիտի աղոթես իրենց համար, պիտի ասես որ դեր չգիտես թե իրենք ինչ են անում, ները իրենց պիտի ասես, դու իրենց պիտի արձակես, ոչ թե իրենց բռնված պահես, դու իրենց պիտի արձակես, որովհետև սերը մեղքերով բազմությունը ինչ է անում, ծածկում է սիրելիներ։ Սխալներ են սովորելու մասին ենք ասում։ Հիսուսի մեջի ներսիտին ինչ հոգի կար նայեցեք։ Հովհաննես 14:13 համարի մեջ։ Գսե ան որ ինձի կհավատա այն գործերը, որոնք ես կգործեմ, ինքալ պիտի գործե, վերջ, եւ ավելի մեծ գործեր պիտի գործե։ Ես Քրիստոսն եմ, ինչպես կարելի է որ իմ ծառաներս, որ իրենց համար խաչնել եմ, փրկել եմ, ինձ գործերս գործեն կամ ինձ մե ավելի մեծ գործեն, չի կարելի, դա հարմար բան չէ։ Այդպես մտածում էր Հիսուս, դա էր իր ներսիտի հոգին։ Նայեցեք ինչ հոգի կար Հիսուսի ներսիտին։ Ինքն էր արարիչը երկինքի երկիր, ամեն ինչ իրանով եղած է եւ իրեն համար եղած է։ Ասա այն գործերը պիտի գործեմ, գործերը պիտի գործեք, ոչ թե միայն այն գործերը, որ գործեր են պիտի գործեմ, ալ ավելի մեծ գործեր պիտի գործեք, ալ ավելի մեծ։ Այսինքն ես կուզեմ որ դուք իմ երեխաներս եք, ինձանից քերազանցեք ավելի լավը լինեք, ներսիտի հոգին։ Բայց երբ որ ուզում ենք որ ես չեմ ուզում ոչ մի իմ երեխաներս մեկը իմ հասակից ասնի կամ ինձի քերազանցե որ ես միշտ իշխողը լինեմ օրինակներ ենք ասում, չէ՞, ասենք թե որ դրա համար է որ այս վիճակներն է որ մարդը երբ որ իր ներսիտին եսը չի կոտրվում, ինքը ուզում է իշխել կամ ինքը անհոգ է լինում, կատակամի մարմնավոր է լինում, տեսնում ենք որ շուտով հետ կգնա։ Այս բոլորը տեսնում ենք որ սխալներ են որ եղել են։ Այս ինչ որ հիշում եմ Սուրբ Գիրքի մեջ տեսնում ենք հենց առաքյալներու միջոցով, Դավիթի նման, Ադամի միջոցով կային օրինակ Չուզեց որ Աբելը իրանից լավը լինի։ Դրա համար սպանեց։ Աբելի ընձան ընդունվեցավ։ Ինքը պետք է ուրախանար կամ պետք է ինքը զայրանար։ Լավ նայեցեք։ Այդ սխալից պետք է սովորենք մենք։ Եղբայրն էր իր։ Աբելի ընձան ընդունվեցավ։ Ինքը պետք է ուրախանար որ իմ եղբորս ընձան ընդունվեցավ։ Բայց ելավ սպանեց, ասենք թե որ Հիսուսի ներսիտի հոգին չկար իր ներսիտին։ Սիրելիներ, մենք
հետևում ենք Հիսուս Քրիստոսին։ Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին։ Այդ վիճակները եղել է այն եկեղեցիներում մեջ, 7 եկեղեցիներում մեջ, որովհետև մարդիկ հետևել են մարդոց։ Սա ճշմարտություն է։ Մարդիկ գախյալ են եղել ուրիշ մարդոց մե, մարդիկ եղել են մարդոց, բայց մենք մարդկանց պիտի առաջնորդենք Հիսուսին։ Միակ բանն է, որ մենք Հիսուսին պիտի արվենք, որովհետև ես մի բան, որ չեմ մոռանալ, դա իմ տեսիլքս է, առաջին որ տեսել եմ, ես տեսիլք տեսնող մարդ չեմ, բայց ինչ որ տեսել եմ, եթե ասեմ չեմ տեսած, սուտ կխոսեմ, այդ ժամանակ սուտ խոսած կլինեմ։ Առաջին նոր, որը սկսել էի, Հիսուս կպել էր ինձի, հպվել էր ինձի, եկեցի մամայի սերպը ճշկել, այն ժամանակ, գիտեք, ես վկայություն ստվել եմ, նոր էի, որ գնում եկեղեցի, ինձի Հիսուս հանդիպեցավ, իմ սենյակս, ասել եմ, հիշում եք, և ես մեջն էի այնտեղ, որ հավաքվել էին ժողովուրդը, և բոլորը դարձել էին թեպի խորանի կողմը, և բոլորը Հիսուսին էին պաշտում, նորից կրկնում եմ, որանոք որ չեն լսած լսեք, ետևես ցայն լսեցի, և ես դարձա թեպի ետև, և տեսա լուսավոր մարմին, խոշոր 7-8 մետր մեծությամբ, ապշած նայում էի, այդ լուսավոր մարմինը փոքրացավ, իմ հասակիս եղավ, հենց իմ բոյիս եղավ, Հիսուսն էր, սպիտակ հագած, ապշեցա, ոնց որ ցեզ եմ տեսնում, դենց էի տեսել, դրա մասին եմ խոսում, սա ուրիշ բան է, ոնց ցեզ եմ տեսնում, այդպես եմ տեսել։ Եվ ես կողքիններս ասի Հիսուսը, ոչ մեկը չդարձավ, չնայեցավ Հիսուսին։ Բոլորը շարունակում էին այն կողմը Հիսուս պաշտել։ Եվ ես վազեցի, կրացա, իր ոտքերուն ընկա։ Եվ նայում էի ձախ ոտքին, վրայի տեսնում էի, որ վերքին ըսպի չեմ կարա ասել, որովհետև ոնց որ խաչեն նոր էր իջել, ոնց որ խաչից նոր էր իջել։ Թարմ էր։ Եվ ես ցերկս դրի դրա վրա, սկսա շոյել։ Շոյում էի, բան չեր ասում ինձի։ Այսօրվա նման հիշում եմ, չեմ մոռանա դա ինձ միշտ սորացնում է, որ հիշում եմ։ Հետո ահագին շոյելես հետո ասում էի ներսես ցայներ ասոր ամոթ է դու ոնց ես տպչում Տիրոջը ինքը սուրբ է դու ինչ ես դու ոնց կարաս Տիրոջը տպչել բայց ինքը բան չէր ասում թողում էր երկար շոյեցի այդ ոտը հետո դարձա իրեն նայելու համար ինձ մի բան ասեց արի իմ ետևիցս իմ արևմտյան լեզվով ասեց եկուր ետևես եւ ինքը անհետացավ եկուր ետևես մենք Քրիստոսի ետևեն պիտի երթանք Ինչու եմ ասում, որովհետև մենք վերջի ժամանակներ ենք ապրում սիրելիներ, սերը պաղում է, սերը պաղած է։ Առաջին Հիսուսի հիմնական պատվիրանը որ տվավ իր աշակերտներուն։ Հիսուս եկավ ասեց, ցեզի նոր պատվիրան կուտամ։ Հիշում եք բոլորդ, նոր պատվիրան։ Ասում ենք, անցնում ենք, ասում ենք այդ միշտ այդ խոսքն եմ հիշում Հիսուսի։ Վերջերս վերջին մի տարի է վեր անընդհատ այդ պատվիրանն եմ հիշում, որովհետև այդ պատվիրանի մեջ բոլորս ցախողած ենք։ Բոլորս ցախողած ենք այդ պատվիրանի մեջ։ Ինչ էր նոր պատվիրանը, ասեց մեկս մեկ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Այդ նոր պատվիրանի վրայով ես խոսք եմ խոսել, բայց հարմար է որ նորից ասեմ այդ բանը։ Ինչպես ես ձեզ սիրեցի, որովհետև ցանկացած քրիստոնյային եթե հարցնես, ինչպես պետք է սիրես քո ընկերոջդ Ինչպես պետք է սիրես եղբորդ, հարևանիդ, ինչ կպատասխանեն, սիրես քո անձիդ նման, դա հին պատվիրանն է, դա չեղյալ չէ, բայց մոռանում են բոլորը նոր պատվիրանը, չի ասում սիրեք ձեր անձին պես, սիրել քո անձիդ պես մի բան է, սիրել Հիսուսի նման մի միլիոն տոկոս ավելի բարձր բան է, հազարաբադիկ, միլիոնաբադիկ ավելի բարձր բան է, քո անձիդ նման սիրել կնշանակի, որ դու եթե պրտոշը ուտում ես ցերկումդ, կտրում ես կեսը դալիս ես իրեն, եթե երկու շաբիկ ունիս մեկը դալիս ես իրեն, իսկ Հիսուսի նման սիրելը կնշանակի, որ պրտոշը դալիս ես ինքը ուտե, դու սոված ես մնում, եթե մի շաբիկ ունես, շաբիկդ իրեն ես տալիս, դա Հիսուսի նման սիրել եղավ, տեսնում եք, լրիվ տարբեր է, մենք ուր ենք դրա մեջ, ուր ենք մենք Մենք դառնում ենք կրոնավոր, դարձել ենք կրոնավոր, դարձել ենք, քրիստոնյաները աշխարհում բոլորն էլ կրոնավոր են դարձել, բոլորն էլ լավ են վիճելու, բորալ գանչելու մեջ եւ այլն, Աստծո խոսքին վրայով վիճելու, բոլորի մասին եմ ասում, բոլորի մասին, մեջնար ես, որ մեկը վատ չսկա, բոլորի մասին, ես ոչ մեկը, բոլորնից մասին եմ ասում, մեր ներսիտին այդ պատվիրանը մերած է,
Մեր ներսիտին այդ պատվիրանը մերած է։ Մենք իրար համար ինչ պատրաստ ենք անելու։ Խոսքով ենք ասում ենք, որ իմ հոգևոր եղբայրս իմ մարմնավոր եղբորմես ավելի առաջ է։ Բայց մարմնավոր եղբորդ համար դու հազարաբադիկ ավելի գանես, քան թե հոգևոր եղբորդ համար։ Չխնդրեք օրինակներ դամ, կարամ 1000 օրինակ տալ իմ փորձովս։ 1000 օրինակ կարամ տալ։ Եվ մենք կարծում ենք, որ հապշտակվում ենք, գնում ենք, չենք գնում, մնում ենք, վերջի վագոնի մեջ ենք մնում։ Ընդհանուր մի վերցնեք վրանից։ Ես ճշմարտությունն եմ ասում, դուք էլ գիտեք, դեռնար գիտե, թեև դժվար է լսելը, թեև շատերը կքայթագին, թեև շատերը գուքան հիմա այսպես կտնեն, 30-40 ցենտ կուկա, խնդիր չէ, բայց ես ճշմարտությունն եմ ասելու, մենք սխալների չենք սովորում, մեր սեղը պաղել է, ինչ սեր, մենք անսերնիս ենք սիրում, մենք դա ցես չի վերապերում, բոլորիս, ես արմեջ է լինելով, սիրելիներ։ Սիրենք իրար, ինչպես Քրիստոս մեզ սիրեց, Քրիստոս ամոթը արհամարեց մեզ համար, մեր մեղքերը իր վրան վերցուց, երբեմն ասում եմ, որ մենք արդիմացինի մեղքերը մեր վրա պետք է վերցնենք, եղբայր ջան, դա միայն Հիսուսը կարա անել, մարդ չի կարա անել, դու ինչ ես խոսում, միած Սուրբ Գիրքը լավ կարդանք, ոչ թե թիմացինի փրկության համար մենք փրկիչը կլինենք, եթե թիմացինի մեղքերը մեր վրա վերցնենք։ Եղեա որ աղոթում էր, ասեց որ դերիմ, այդ մեղքը, Մովսես որ աղոթում էր, ասեց որ իմ անունս չնչե, եթե իրենք չպիտի ներես, իմ անունս չնչե, ես իրենց հետ մեղավոր, անոնց մեղքեր կամ որ աստիր, այդպես է գալիս, կամ իմ անունս չնչե, կամ Նեեմյան և այլն, մենք թիմացի, երբ որ դու Հիսուսի նման սիրտ ունիս, ասում ես որ դրա մեղքը իմ վրա ստիր, դրա մեղքը այդ մեղքը իմ վրա ստիր, իրեն արձակե այդ մեղքեն, դա է քրիստոնեական կյանքը, սա է քրիստոնեական կյանքը, մենք ուր ենք, սերը պաղել է, և մենք կարծում ենք մեր պարքաստուտը ենք ասում, բայց Հիսուս կկա մենք հետևի վագոնը կմնանք, սա ճշմարտությունն է, իմաստուն մարդը կսովորի ուրիշներու սխալներից, և այդ սխալները հենց Սուրբ Գիրքի մեջի մեր հոգևոր օրինակներն են, և գրվել են, որպեսզի մենք սովորենք սիրելիներ, Աստված ձեզի շատ օրհնի։